Խրետ մի չնչին էլ չի անում գյուղացու համար։ Այդ ցավը դա եթե փորձ չունեն, կյանքում չի աշխատե։ 50 տարեկանում ոչ մի քարը քարին չի դրել, $1000 չի աշխատե։ Ու այսօր դրել մինիստրը ինչ կա։ Խոսում ենք, ոչ մի բան չկա։ Ես ուզում եմ ապրեմ այս երկրում, ոչ թե որ հեմի ստիպված ուզում եմ կթողնեմ գնամ այս երկրից։ Տվեք պահանջեք, ձևն էլ դիրգերեք, կազմակերպել գիտենք։ Այսօր ոչ թե կուսակցականի պաշտոնի պետք է դնես, այն մարդը որ կարա անի, թողան կուսակցական լինի, սաղ բանիմաց գրակետ խելացի մարդկանց մեծամասնությունը, մի 70% գնացել է դուրս, գնացել է արտասահման, գնացել է։ Ոչ մի բան չի կարող անել գյուղացի։ Ապրես։ Դուրս գա, ստերից դուրս գամ դու գանվես։ Ներողություն։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանն չէր ասում, հոժողորդը տուգանքի մատերիալ չի, անընդհատ։ Հիմա գույքարկը ձեր մոտ 100% գույքարկ ավելացել է։ Հիմա ավելացել է 60%, տարի 20%։ Ասում եմ գոնե կանգնացրեք, 60% ավելացել եք, գոնե մարդիկ թող համարվեն այս ծանրությանը, մի քանի տարի հետո կավելացնենք։ Միշտ էլ լուծումը կա, պետք է ճիշտ կազմակերպել, միասնական լինել ազգովի, այն նախանց չկամենալ իրար չխոս, այլ պետք է խելքի տալ, ով կար այդ ծանրությունը բարձրացնի, իրա ցավը տանեմ, թող բարձրացնի պատասխան տա։ Ճիշտ նշանակումներ ա պետք, ճիշտ, որ այդ ոլորտի այդ մարդը լիարժեք տիրապետում է, աշխատած ունի, արդյունք ցույց տված ունի։